Անուն հոր և որդվո և որդվին սրբո, ամեն։ Խորհուրդ մեծ և սկանչելի, որ այս մահուր հայտնեցավ։ Ամպավելին երտնի և երդի ի խանձարուրս բադեցավ։ Սեմ քիձերու մեջ շրջանակված, բայց մտածողության, լայն հորիզոններ բացող, սրբազան շարագանակրի, օգնող խորերեն փխող խոսքերն են ասոնք, ուղղված բոլոր ժամանակներու և բոլոր դարերու հայ մարդուն, ավետելով Քրիստոսի ծնունդը։ Ու ամեն տարի այս օրերուն Հայաստանեն մինչև Արցախ, մինչև Ավստրալիա, մինչև Անտիլիաս, Եվրոպա, Ամերիկա, հոն ուր հայգա, այս խորհուրդ մեծ և սկանչելի գեղեցիկ շարականը գերքենք ուրախությամբ, գերքենք բարդությամբ և այդ շարականին մեջը մենք Քրիստոսը հայացած կտեսնենք։ Այսօր սակայն ես կուզեմ, որ երկին ընդմեջեն, շարականին ընդմեջեն, մենք երթանք բարերուն և բարերուն ընդմեջեն, երթանք Փեթղեհեմ, տեսնելու և հասկանալու այն մեծ խորհուրդը, որ դեղի ունեցավ Փեթղեհեմի փոքրիկ մսուրին մեջ։ Ուգաս հավելարան իչկսե բարձգա կիշեր մներ, այսինքն բայդար երկինք, խաղա և հանտակ երեգոմներ։ Երեգոմը կամ կիշերմը նման բոլոր մյուս երեգոներուն և կիշերներուն։ Ոչ ոք գիտավ, թե այդ կիշեր ինչ պատահեցավ։ Հողակորձը իր աշխատանքը կատարեց դուն քնած, ադաղցակորձը, գոշկագարը, ոսկերիչը, բոլորն ալ սովորականի նման իրենց առօրյա բարդականությունը կատարել են երբ կացին դուն, անքստացան, ընտրեցին և քնացան։ Բայց այդ քիշեր մեծ հեղափոխություն մտերի ունեցավ աշխարհի մակրության մեջ։ Ինձի համար երկրորդ արարչակորդություն մտերի ունեցավ այդ քիշեր, որ մե ոչ ոք դեղյա գեղավ։ Միայն նսավետարանիչը հովիվներն էին, որոնք հացոտյա թաշտին մեջ գարացեին ու գպահպանեին իրենց ոչխարները։ Հանգած երկինքեն հրեշտակն իջավ, լուսապայն հրեշտակն։ Հովիվները վախցան, սարսափեցան, Եթե մենք ալ հոյուններու դեղը լայնք այնտեղ պիտի սարսափեինք,
հրեշտակեցավ մի բախլակ այսօր ցեզի համար փրկիչը ծնավ որ օձյալ դերն է փրկիչը ծնավ այսօր այս ժողովուրդը իր մեղքերն քավելու համար Ուանդարձկս է երկինքեն կում հրեշտակներ պարքի պարծուն երկելով եկան ու միացան այս միայնակ հրեշտակին պարք ի պարծունը սաստուզով և երկիր խաղաղություն ու աբա մեկնեցան Հովիվները մահամը շպոցած ու շլմորած էին Պայցոցին եկենք երտանք այդ մսուրը և դեսնենք պրգիչը, դեսնենք այդ օձյալը ու անոք կացին, կդան մսուրը, աղոթեցին և վերբակություն գադարեցին ու Մարիամին ու Հոսեփին բատնեցին այն ինչ որ հրեշտակը իրենց ասած էր Շարագանակիրը գսե ամփավելին երկնի և երկրի խանցարուրի մեջ պատվեցավ Խանցարուրի մեջ պատնվեցավ Մեկը որ այս դիեզերքը ստեղծած է Մեկը որ երկինքն ու երկիրը ստեղծած է Մեկը զորգարելի չեր սեղմել երկինքի և երկրի մեջ որովհետև Քրիստոսի մեծությունը այնքան մեծ էր բայց փոքրացավ մանգացավ Հիսուս և բաց խանցարուրի մեջ պատնվեցավ ոչ ոք հասկացավ կախնիկը այս ծնունդին ոչ Հրեաստանի գիտնականները ոչ Հրեաստանի հերովթեսները ոչ ոք չգրծավ ըմբռնել պատահածը միայն Փարի անմեղ աղոթասեր հրեշտակներն էին, որ հասկացան եղելությունը։ Անոնք հասկացան, հովիվները հասկացան, որ Քրիստոսի ծնունդը արդայնությունն է Աստուծո սիրուն։ Աստված սեր է։ Աստված ինքը ստեղծեց մարդը իր պատկերին համաձայն և ագարականոր որ մարդը մեղանչեց, մարդը իր աստվածային պատկերը որ ցնցուց, բայց որովհետև Աստված դսիրար մարդը իր սիրուն որպես արդայնություն իր միածին որդին հրգեց աշխարհ մարդու փրկության համար։ Եվ Պետրեյի մեջ ծնած, անշուք լուսուրի մեջ ծնած փոքր Հիսուս մանուկը դարիներուն ընթացքին մեծավ, իմաստությունը ստացավ, 3 երկար դարիներ քարոզեց
բժշկեց, գույները, գաղերը, համրերը, մերելներուն հարություն դվավ։ Այո, այս բոլորը Քրիստոս կատարեց, բայց իր առաքելությունը անոր չլրացավ, ինք իր հաստատած սիրո թագավորությամբ, իր հաստատած սիրո թագավորությամբ մեծ հեղաշրջումը բերավ աշխարհի քաղաքագործության յանքին մեջ։ Մարդը, որ անարգված էր, մարդը, որ քերի գաբրեր, մարդը, որ շղթաներու տակ գաբրեր, շնորհիվ Քրիստոսի սիրույն, բռնության բոլորը շղթաները կանտվեցան, եւ մարդը իր ազատությունը ստացավ, որովհետև Աստված մարդը ազատ ստեղծեց։ Եվ Քրիստոսի սիրո թագավորությունը դարածվեցավ, ընդարձակվեցավ եւ հասավ մինչև Հայաստան աշխարհ։ Մեր լեռները, մեր գիրջերը, մեր ծորերը, մեր թաշտերը, մեր տաճարները, մեր եկեղեցիները, մեր մատուրները Քրիստոսի համար մսուր դարձուցինք։ Ամբողջությամբ կերպարանափոխվեցավ Հայաստան աշխարհի կյանքը, նոր քաղաքագործություն մսկսավ։ Քրարություն ունեցանք, որ մինչ այդ չունեինք, շնորհիվ քրիստոնեական վերավատքին։ Աղոթները սկսան, հոգևոր քրագանությունը սկսավ ծաղկել։ Ծերակիրներ արտքրվեցան, տաճարներ կառուցվեցան, երաժշտությունը, հոգևոր երաժշտությունը ծաղկեցավ Հայաստան աշխարհի մեջ, շնորհիվ լույս Քրիստոսի։ Բայց պատմությունը ցույց կտա մեզի, սիրելի քույրեր եւ եղբայրներ, որ Հայաստան աշխարհը միշտ պետք չեղավ մեզի համար։ Հաջող Հայաստանի երկրագավառին վրա սեպտեմբեր հավաքվեցան։ Կանթեցին մեր եկեղեցիները, կանթեցին մեր ծերակիրները, այրեցին մեր ծերակիրները, մեր դպրոցները, լուսովարարները, մեր դուները, մեր քրիստոնեական հավատքին պատճառով։ Բայց մեր հայրերը իմաստությամբ գարչած մնացին քրիստոնեական հավատքին, գարչած մնացին հավատքին եւ ամեն անգամ, որ մենք դարաբեցանք Քրիստոսի համար, պատմությունը ցույց կտա մեզի, որ վերստին ծաղկեցանք, որովհետև մենք հավատացինք Քրիստոսի հարության։ Հայաստանի այդ եկեղեցին ավելի քան 166 տոներ ունի, մեծ եւ փոքր, որոնք կդոնախմբվին դարույն ընթացքին։ Մեր հայրապետները բադահականորեն չէ, որ այդ տոները դասավորած են, որ տոնախմբվին,
մեր եկեցինելու և մեր հավաքական կյանքի մեջ, վադագանության արդյունք չէ։ Դոները եղած են, որպեսզի այդ դոներն հարոյական թասմը քաղենք։ Ինչ կսե այսօր մեծի ծնունդը։ Պիտի բավարարվենք այս բանարակով և այս ժողովուրդներամ ժողովուրդի ներկայությամբ։ Պիտի բավարարվենք քիչի հետ կդեղի ունենալիք սիրո ճաշով։ Ասոնք արդակին երևույթներն են։ Քրիստոսի ծնունդը այսօր գտելատրե մեզ մեր յուրաքանչյուրին, որ մենք մեր սրտերուն մեջ ունեցած բոլոր հերովթեսները, բոլոր հութաները, բոլոր բիղադոսները թուս վանենք մեր սրտերն և հոգիներն։ Եվ մեր սրտերը և հոգիները մսուր դարձնենք, այնպես ինչպես հայ սուրբ հոգապատությունը եկեղեցու մուտքին շատ գեղեցիկ մսուր նշիրացեն։ Եթե մենք մեր հոգիները մսուրի չվերածենք, այս բադարակները ճաշկարուկների իմաստ և այս մսուրը մի օրվա մսուր պիտի չլա, ամենօրյա մսուր, ամեն օր Քրիստոս մեզ մեր յուրաքանչյուրին սրտին և հոգին մեջ պետք է ծնի։ Երեկո ուշ ժամուն այսօրքինը կխոսեինք յուրասենյակը իր դան, թե ինչպես հայ ընտանիքները սկսած են ապագանի։ Ասի որ հայ սուրբ, այս երևույթը միայն ոս չէ, Կանադայի մեջ չէ, այս երևույթը Ամերիկայի մեջնալ է, Ավստրալիո մեջնալ է, միջին արևելքը, որ մեր ավանդությանց բահբանման ետրոն եղած է, հոնալ ընտանիքներու կյանքը խաթարված է։ Հետևաբար, որպեսզի դուրս են եկող փոթորիկները, դուրս են եկող փորձանուկները, հեղեղները, մեր դան հիմերը չխախտեն, մեր հայրերն ու մայրերը ուշադիր պիտի լան իրենց ընտանեկան կյանքին սրբության և մենք ինչպես առանձնապես մեր սրտերը մսուր պիտի դարձնենք նաև մեր ընտանիքները ընտանեկան կյանքը մսուրի պիտի վերածենք Քրիստոս պիտի ծնի ամեն օր մեր ընտանիքները ներս Քիչ առաջ իշադագեցի և ասի որ մեր հայրերը իմաստությամբ Հայաստան աշխարհի լեռները, գիրջերը, ծորերը մսուր ըրին Քրիստոսի համար Այսօր նույն ակնկալությունը ունենք մենք Հայաստան աշխարհում 600 տարի կամ 600 տարիներ ազատ և անկախ հայրենիք երազացենք Ես փոփոխություն չեմ տեսած Հայաստանում ներս մեղադրանք չէ ասիգավոր գնեմ Եվ չեմ խորին, որ ձեր մեջ մեկը գա, որ ինձի չապ Հայաստան գերթանուք հա։ Ուր այն հավատքը բերմաբերում։
Ինչու այսօր չեն կրնար Հայաստանը մսունի վերածել, մեր ծորերը, լերները, եկեցիները վերագանքնել, մեր նգարակիրը վերագանքնել Հայաստան աշխարհի մեջ։ Այս տոնը սկանչելի արիք մնե և գոչ մնե Հայաստան աշխարհի մեր բոլոր պետական այրերում, որ իմաստությամբ կառավարեն Հայաստան աշխարհը։ Դուս պետք է գալ անձնագետրոնութենը։ Եթե երբեք ես ինքսինքս չզոհեմ, եթե երբեք ես ինքսինքս հայրենիք եմ բարձր և որևէ մեկ բան ավելի բարձր նկատեմ, այդ գործը կցախողի։ Պետք է Հայաստան աշխարհի մեր ղեկավարները ապրին, գործեն ոչ թե իրենց անձերուն համար, ոչ թե իրենց ընտանիքներու բարօրության համար, այլ պետք է ապրին և գործեն Հայաստան աշխարհի փառքավաճման և առաջնորդության համար։ Ուզեցի, որ այս երեք գեդերը ցես հետ որպես թախծր մտածումներ բաժնեմ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մարտիրության այս տոնին առիթով։ Կշնորհավորեմ բոլորդ, ի խորոց սրտի, կշնորհավորեմ և գսեմ ցեզի Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Gloriale հայտնությունը Քրիստոսի։ Ալելույա, ալելույա, ամեն։